Իսկ գիտեք թե ինչու Հայաստանը, որը եթե քարտեզի տեսքով պատմական Հայաստանը պատկերենք, սենց այսքան էր ծովից ծով, դարձավ մի փոքրիկ սենց Անդրկովկասում մուսուլմանական երկրներով շրջապատված կամ ոնց որ Նիկոլն իր ուսապարկերի հետ կպցրել է կրծքավանդակին մանագալից, ինչու այդքան դարձավ, այդքանից դարձավ այդքան, անտարբերություններ, տիրում, տիրելա միշտ այդպես էլ հիմա շարունակվում է, ոչ մեկին չի մտահոգել ընդհանուր ազգային շահերը, միասնություն չի եղել, համախմբվածություն չի եղել, ամեն մեկը մտածել է իր նեղ, անհատական, ընտանեկան, կլանական շահի մասին, տարաձայնություն է եղել իշխանների միջև, մելիքների միջև, ես չգիտեմ ով է եղել այնտեղ, թաղի լավ տղեն է եղել, քաղաքի ես իմ ով է եղել, ամեն մեկը իր համար, կամ ինչպես իմ լավ բարեկամ Մարուքյանը ասեց, եթե այս վերջի ընտրություններից հետ գնանք, ով որ փողկապ է կրել, ով որ փողկապ է կրում, ով որ կոստյումի մի հատ փող ունի, իրան վարչապետ է համարում։ Հասարակ մի բան, նայեք այս վերջի ընտրությունները։ Ամիսներ առաջ խոսում էին, մի երկու խելոք մարդիկ խոսում էին, որ պետք է համախմբվել, գործել մի ճակատով, որպեսզի կարողանան հաղթեն ՔՊ-ին եւ դուրս վռնդեն իշխանությունից։ Ամեն մեկը 19 հոգի էին, չէ՞։ Ամեն մեկը Աֆրիկայից եկել, մեկը Ռուսաստանից, մեկը ես չգիտեմ, երեք չարաչորը նկարել եմ, հեսա ցույց տամ Սուրենյան, չէ, ինչյան էր, ասին շատ խոստումնալից է, ուրակորե ոչ մեկ չգիտի։ Ամեն մեկը ինքնուրույն ուզում էր դառնալ վարչապետ։ Այդ դրա համար էլ այս վիճակում այս երկիրը։ Դրա համար էլ այս աղբը որ կա, հիմա ցույց կտամ այդ աղբը։ Մի ամբողջ բակ ապրում է, այդ աղբի կողքով անցնում է։ Չեն ուզում մի հատ համատեղ ուժերով 2 հոգի, 3 հոգի իշնեն բակ, այդ աղբը մաքրեն։ Ապա մի նայեք։ Այս է վիճակը։ Նայեք։ Իրանց բակն է, այս մարդիկ ստեղ ապրում են։ Այս մարդիկ ստեղ երեխաներ են մեծացնում, խաղում են, հələ այնտեղ նայեք հələ։ Նայեք։ Բակա էլի, Արցախի փողոցի վրա բակա։ Այ որ տեսնեն ստեղ էլ աղբի տեղ չկա, չէ՞։ Այսքան բնակչություն կա, չէ՞, որ մեկը կարա իր տնից մի հատ աղբի մեծ տոպրակ բերի, սենց դնեն կողքը, լստեն նրա մեջ, ասենք միջև համապատասխան ծառայությունը գա կմաքրի։ Իրանք սենց կբերեն, նայեք, սենց վրա, հիմա եսի որ չմաքրվի, 5 օր սենց կբերեն, այնքան կլստեն, կդառնա արդեն մի սարի չափ։ Բայց այսքան բնակչությունից ոչ մեկը չի մտածի, մի հատ իշտեսի մաքրի, երկու հոգով ստեղ նստած սաղոր ինչ որ գարեջուր են խմում, բան են անում, ծխում են։ Որ ասում եմ ժեղ հասարակություն է, ասում եք սենշեն հենց է։ Հիմա մեկը կասի ձեր Նյու Յորքում սրանից, այո, Նյու Յորքում սրանից էլ վատ էլ տեղեր էլ կան։ Բայց մի համեմատեք, Նյու Յորքը աշխարհի մայրաքաղաքն է, Նյու Յորքը մեգապոլիս է, Նյու Յորքում օրը 4 անգամ աղբահանություն է տեղի ունենում։ Նյու Յորքում էլ փողոցներում սենց աղբեր է կուտակված, բայց Նյու Յորքում ապրում են 270-ից ավել ազգություն ունեցող բնակչություն։ Մոնոլիթ քաղաք եք, մոնոլիթ երկիր եք, նույն մտածելակերպը պետք է ունենաք, նույն հոգատարությունը, նույն ցավը, չէ՞ սենց տարբերություն տալիս։ Բան էլի։ Չգիտեմ ինչ ասեմ։ Եվ գիտեք ինչն է պատճառը այս ցիկուցրիվ եղած վիճակը, այ որ այսօր մեր կաթողիկոսին դատում են, մի դավաճան թրքամետ իշխանություն դատում է, դուք էլ բերաները ջուր առած, մեկը այնա փողոցով է գնում, մեկը մեքենա է վարում, մեկը ազանշանա տալիս, մեկը հեծանիվ է քշում, սենց անտարբերության մեջ եք։ Ձեր կաթողիկոսին դատում են, ձեր կաթողիկոսին, ասում եմ ձեր, որովհետև ես այս երկրի քաղաքացի չեմ։ Կաթողիկոսին դատում ենք, բերանները ջուր առած նստեն նայում եք։ Վաղը թուրքը սենց կմտնի ձեր տան մեջ, ձեր կնոջը, ձեր աղջկան, ձեր քրոջը կբռնաբարի, երեխաների կմորթի, այսպես ապուշի պես բերանները ջուր առած կնստեք։ Բայց ինչպես ասում է հայտի քաղաքական գործիչը, ձեր ընտրությունն է, ժողովրդի ընտրությունն է, պետք է հարգենք։ Սա 700,000-ի ընտրությունն է, որ մենք պետք է հարգենք։ Ձեր ընտրությունն է, դրա համար էլ սենց իշխանությունը տվել եք այս դավաճաններին, իրանք էլ սենց կամած, սենց սպառելով, մարելով,
բան փրտիկ անելով արդեն հասան կաթողիկոսին։ Ինքը խոսք է տվել, ինքը ի տարբերություն ձեզ ավելի կամայական հատկություններ ունի, ինքը խոսք է տվել, որ կաթողիկոսին հեռացնելու է, իհարկե դրա իրավունք չունի, կամ հայ ժողովրդի թողելու առած ամենայն հայոց կաթողիկոսի ավերելու է եկեղեցին, ինքը իր ասածը կանի, որովհետև դուք անտարբեր եք, ձեզանից յուրաքանչյուրին ամեն մի հայաստանցուն, այ հիմա ասում եմ դուք, որտեվ ես այդպիսին չեմ, ամեն մեկի ձեզ հետաքրքիր է ձեր անձնական շահը, ձեր անձնական տերիտորիան, այդ դրա համար էլ ես վիճակի մեջ եք, դրա համար էլ ես փոսի մեջ եք եւ երկիրը կանգնած է այսպիսի մարտահրավերների առջեւ։ Եվ գիտեք ամեն մեկիդ ինչ է հետաքրքիր, միայն մեկ բան, այ հիմա ցույց տամ ինչը։ Այ եթե Երևանի ամեն շքամուտք համարենք, որ դա համատիրություն է, հլես մի շքամուտքը բավականին լավ վիճակի մեջ է, այդքան շատ լարեր, էլեկտրական ինչ-որ վտանգավոր շատ բաներ չկան, ուղղակի մի 100 տարի չի մաքրվել, վերևից մեկ-մեկ ջուրը շփում է ինչ-որ մեկը, սենց եթե այդ պահին մարդ եղավ, բոլորի վրայով թափվում է, բայց ինչ է մարդկանց հետաքրքրում, ինչու է այս վիճակը, այսա, այ ամեն հայի մտահոգում է և հետաքրքրում է և շատ կարևոր է, այսա, այս իրա տրանդեմի տարածքը, իրա անձնական տարածքը, չնայած սա իրանը չի, սա համատիրության տարածքն է, բայց տեղից այն կողմ ինչ է կատարում, տեղից այն կողմ ինչ է կատարվում, անգլերեն ասում են nobody cares, ոչ մեկի շատ ներողություն տանձին չի, ամեն մեկին հետաքրքիր է, ամեն հայաստանցուն, ու հիմնական կարող է միանշան բացառություն լինի այս տարածքը, իրա դրան շեմը, իրա ոտքի տակ ինչ-որ կա, և իհարկե դռնից են կողմ, իրա սրբությունն է չակերտավոր կամ ոչ չակերտավոր, իր ընտանիքն է, անձեռնմխելի է, կամ մաքուր է, կամ կեղտոտ է, բայց հիմնականում այսա է։ Թե ընդեղ ինչ կլինի, նոր ցույց տվեցի ընդեղ ինչ է կատարվում, դա արդեն երկրորդական է, դա Իրանը չի, դա ուրիշինն է, դա ընդհանուր է, դա երկրինն է, հայրենիքինն է, դա ավելորդ է, դա սատից էլի, այս է կարևոր։ Դրա համար էլ է սա վիճակը, լավ որ եմ ցանկանում բոլորիդ։